Բարի լույս, առաջին ծրագիր Weekend-ն է եթերում եւ ձեզ հետ Սուրեն ու Սոնան ու մենք շատ ուրախ ենք, որ այս հանգստյան օրը կարող ենք ձեզ ողջունել եւ ասել, որ օրը սկսվել է։ Ժպտացեք։ Այո, բարի լույս, շատ ելի է հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը, մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եւ հագեցած եթեր, այնպես որ առաջարկում եմ, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև, իսկ այսօր արդեն մայիսի 3-ն է, օրը Կիրակի։ Այո, օրը Կիրակի է եւ պետք է Կիրակին սկսել լավ տրամադրությամբ ու լավ ռիթմերով եւ նաեւ նույնպես ավարտել, ինչն էլ մենք միշտ խորհուրդ ենք տալիս։ Բնականաբար հանգստյան օրերին շատ ժամանակ տրամադրում ենք մեր ընտանիքին, ընկերներին, հարազատներին, դե ինչու՞ չհավաքվել եւ մի լավ ու հետաքրքիր տոն չկազմակերպել անշուշտ, իսկ տոնը պետք է կազմակերպել իհարկե Զանգուի հետ, որը ներկայացնում է Վեդի Ալկո ընկերությունը։ Նշեմ, որ Զանգուն առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգու ռեզերվ անապակ գինի յուրահատուկ պահերի համար։ Զանգու գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Ասեմ, որ 1956 թվականին հիմնադրված Վեդի Ալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Հրաշալի է, անցնելով առաջ ես էլ նշեմ, որ այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր հումորային հյուրեր, այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, մի փոխեք ալիքը, որովհետև իսկապես շատ հետաքրքիր է լինելու։ Իսկ առավոտյան համար առաջարկում եմ, որպեսզի ռիթմերով սկսենք մեր առավոտը, լավ տրամադրություն ունենանք եւ շարունակենք։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ կարևոր է ոչ միայն ժպտալ, կարևոր է նաև լինել միշտ գեղեցիկ։ Հատկապես մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր հագուստին, որովհետև ասում են դիմավորում են հագուստով, ճանապարհում են արդեն մտքով։ Դե փորձեք միշտ լինել հետաքրքիր, նորաձև, իսկ նորաձևության հարցում կարծում եմ Սոնա դու կօգնես մեզ այսօր։ Այո, եւ ոչ միայն ես սիրելի Սուրեն, այլև մեր նորաձևության էջը, որը պրոֆեսիոնալ կերպով իհարկե կտա խորհուրդներ եւ կներկայացնի համաշխարհային տրենդները ու կօգնի, որպեսզի ձեր կազմվածքին եւ ձեր ճաշակին համապատասխան որևէ բան ընտրեք։ Իհարկե ընդհանուր են խորհուրդները, բայց կարող եք վերցնել այն ամենը, ինչը հարմար է հենց ձեզ համար։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը, ձեզ հետ շարունակում ենք խոսել նորաձևության տենդենսներից եւ նորից խոսելու ենք ոչ թե տրենդներից, այլ նորաձևության հիմնական ուղղություններից մեկից, որը ակտիվ է 2026 թվականին։ Եվ այս ուղղությունը նորություն չէ մեզ համար, երկար ժամանակ մենք սա ունենք, շերտավոր հագուստի կրելը, բայց այս տարի այն անվանել ենք այսպես effortless layering, այսինքն առանց մեծ ջանքեր գործադրելու շերտավոր լուքեր ստանալ։ Ինչպես արդեն այս շերտավոր հագուստ գրելը վերջին տարիներին շատ ակտուալ էր եւ նույնիսկ այնքան շատ էր ոճաբանների մոտ, որ հասցրեց հոգնեցնել բոլորին եւ հաճախ դա շատ ագրեսիվ բնույթ էր կրում։ Եվ ինձ համար ոճաբանության այս ուղղությունը, եթե անկեղծ ասեմ, բոլորովին հոգեհարազատ չէր, բայց այս տարի մենք ունենք շատ հետաքրքիր զարգացում։ Կարծես թե տեղի է ունեցել այս ուղղության վերիմաստավորում եւ ինչպես ես եմ դա կոչում, ինտելեկտուալացում։ Այսինքն մենք պետք է կարողանանք ստեղծել լուքեր, որոնց նայելիս մեզ չթվա, որ հատուկ արված է շերտավոր ոճավորում, բայց միևնույն ժամանակ դրանք պետք է շատ մտածված լինեն։ Այսինքն, այսպես ասած, ստեղծել մտածված քաոս։ Սրա շատ դասական օրինակ է Prada-ի վերջին ցուցադրությունը, որտեղ մենք ունեինք ընդամենը 12 կամ 13 կերպար, եւ որոնք ամեն անգամ մեկ շերտ հանելով հագուստի հայտնվում էին բոլորովին նոր կերպարով եւ շատ ունեինք հավաքածուներ, որտեղ սկզբում մեզ թվում էր, որ տեսնում ենք կիսաշրջազգեստներ, բայց դրանք իրականում շրջազգեստներ էին եւ շատ լավ համադրվում էին իրար մեջ բոլոր հավաքածուի տարրերը, այսինքն այսպես ասած տրանսֆորմերներ ունեին եւ սա շատ հետաքրքիր զարգացում է նորաձևության մեջ։ Նորաձևության այս ուղղությունը պահանջում է կոնկրետ պրոֆեսիոնալիզմ եւ հստակ մոտեցում եւ նաեւ սուր աչք հասկանալու համար ինչպես կարելի է համադրել ինչ որ առաջի հայացքից անհամադրելի բաներ, բայց միևնույն ժամանակ ստանալ շատ օրգանիկ բնական լուք։ Եթե արդեն ընտրել եք ձեր իհարկե պահարանից այն բոլոր զգեստները, որոնք այսօր պիտի կրեք ու լինեք ամենագեղեցիկը, ապա ժամանակն է նաև մտածելու ճամփորդությունների մասին, ինչը իմ ամենասիրելի ոլորտն է։ Կարծում եմ քոնն էլ Սոնա։ Իհարկե, եւ ճամփորդելու համար ընդհանրապես պարտադիր չէ երկրից դուրս գնալ, կարող ենք երկրի ներսում եւս կազմակերպել հրաշալի հանգիստ, որովհետեւ Հայաստանի բնությունը չքնաղ է տարվա 4 եղանակներին, իսկ մեր ուր գնալ Հայաստանում էջը կօգնի, որպեսզի հեշտ կողմնորոշվեք։
Եթե պլանավորում եք գալ Գյումրի, ապա անպայման պետք է նաև պլանավորեք Գյումրիի տարածքից դուրս գալ ու բացահայտել Շիրակի մարզը։ Իսկ մենք այժմ գտնվում ենք Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղում, որտեղ նաև գտնվում է Հայաստանի հնագույն քրիստոնեական կառույցներից մեկը՝ Շիրակի Զարդը, երերույթի տաճարը։ Տաճարը կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում 4-ից 5-րդ դարերում Անիի բաց նարնջագույն տուֆից ու պահպանվել է ահա այսպիսի կիսավեր վիճակում։ Նաև ասեմ, որ տաճարը կառուցված է եղել հեթանոսական Մեհյանի տեղում եւ անվան հետ կապված, երերույթի հետ կապված մի քանի վարկած կա։ Ըստ դրանցից մեկի տարածքում այծեր են եղել եւ հեթանոսական մատաղ անելու ավանդույթի պատճառով ստացել է Երե անունը, որը նշանակում է որս։ Անվան մյուս բացատրությունը գալիս է տաճարի ճարտարապետությունից, քանի որ ունեցել է 6 հսկասյուներ, հեռավորության վրա թվացել է, թե տաճարը տատանվում է, երերում է, այստեղից էլ գալիս է անվանումը՝ երերույթ։ Տաճարի մասին տեղեկությունները շատ սուղ են, նույնիսկ պատմիչները մեծ անդրադարձ չեն ունեցել տաճարին, միայն 2011 թվականին այստեղ հայտնաբերվել է պեղումների արդյունքում դամբարանադաշտ, իսկ դամբարանադաշտում եղել են 70-ից ավել գերեզմաններ, մանկահասակ երեխաների գերեզմաններ, որը կապված է եղել ինչ-որ աղետի կամ վարակի հետ։ Իսկապես երերույթի տաճարն իր ճարտարապետական, կառուցողական հորինվածքով եզակի կառույց է Հայաստանում։ Պետք է գալ ու հիանալ այս գեղեցկությամբ։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ունենք շատ աստղային հյուր, ում կերտած յուրաքանչյուր կերպար ինքը դարձնում է շատ հետաքրքիր եւ հիշվող։ Մեր շատ սիրելի Արա Գեղեցիկն է մեր հյուրը։ Արա Գեղեցիկ Հարությունյանը, բարև ձեզ ողջ։ Անդրանիկ Հարությունյանը, բարի լույս։ Ոնց եք։ Հրաշալի օր է, գեղեցիկ օր է, ասեմ ինչի, որովհետև ես երեխեք գժվում եմ արևի համար։ Երբ որ արտանում եմ տեսնում արև, ես վերջերս հասկացել եմ մի բան, որ մերի անուն ու առհասարակ այն կանանց, որ սիրում եմ, պետքա փոխենք անունը դնենք արև։ Օրինակ Սոնայի անունը արև, Նելի անունը արև, բոլորը արև թող լինեն։ Ես կլինի Լուսինը լինեմ։ Չէ, առանձնել եմ չի որ այտենց մեծ համակրանք ունեմ քո հետ կապված, բայց ամեն դեպքում արև շատ եմ սիրում, լուրջ եմ ասում երեխեք շատ։ Իսկ շաբաթ Կիրակին տաքություն կամ շաբաթ Կիրակի տանն եմ։ Այո։ Ես երբեք տանը չեմ լինում։ Այսինքն բանա, տանն եմ լինում երեկոները շատ ուշ։ Կարակ գաք։ Իսկ առավոտյան վաղ եք արթնանում։ Չէ։ Ով է տանը ամենավաղը արթնանում։ Ինձ թվում է տղաս ժամը 7-ից 8-ից արթնանում, հա։
ու Արտն ասում է բոլորին, բայց ես փորձում եմ քնել, որովհետև նախ ուշ եմ քնում եւ առավոտները շատ ուշ եմ արթնանում բնականաբար։ Օրինակ 3 ժամը 4-ին եմ քնել, ու այսօր քնած եմ մնացել, հազիվ եմ արթնացել անկեղծ։ Հիմա չի երևում, որ քնած եմ։ Երևում է։ Դասական հարցերից սուրճը պատրաստում եք դուք թե մերին։ Մերին է պատրաստում ներողություն անհամեստությանս համար պասել, հենց անկողնում էլ մի քիչ շատ եմ բացվում ընտանեկան թեմաները, չէ, անկողնում եմ խմում եմ սուրճը եւ անմիջապես արդեն արտանում եւ սկսում եմ աշխատանքները։ Ես եմ ճաշը պատրաստված կանեմ բանա, չէ։ Այդ ամեն ինչից հետո սկսում եմ այդ աշխատանքները։ Հիմնականում առավոտները ստենց եմ սկսում։ Բուրըն գործունեության մեջ է սա, որովհետև պրեմիերայի հետևից ներկայացումներ, այս ամեն ինչը շատ լավ է։ Հիմա ասա ուր ենք հասել, ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում, մի հատ դե մենք ունենք բնականաբար մեր ներկայացումը, որի մասին շատ երկար խոսացել ենք ու այդ ներկայացումը բարեբախտաբար հայտնվեցինք Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքներ, պատտվեցինք հրաշալի հանդիսատես Ռուսաստանի, կարոտած ներկայացումների կարոտած հանդիսատես, որովհետև համերգները անընդհատ համերգներ կար Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ որպես այդպիսի ներկայացում երևի թե առաջինն էր, որ ինքը տենց շատ սպասված, ոչ թե ներկայացումն էր սպասված, այլ սպասված, որ հանդիսատեսը գան ինչ-որ ներկայացում նայելու հումորային, ինչ-որ հետաքրքիր բան նայելու, ու մենք մտածում էինք, որ կարող է չլծվի դահլիճները, մտածում էինք, որ ինչ-որ խնդիրներ կարող է առաջանա, այսինքն նրանք միշտ պատրաստ են համերգների, բաների, տենց ավելի տենց եսի մինչ աստղերի, բայց ամեն դեպքում մենք հասկացանք, որ Ռուսաստանի հայությունը մեր կարոտ է նմանատիպ բաների, ոչ թե միայն համերգների, այլ ներկայացումների, շատ հրաշալի անցավ Ռուսաստանի մեր հյուրախաղերը, բնականաբար կարծում եմ, որ էլի կլինեն հետաքրքիր հյուրախաղեր դեպի այդ կողմ։ Դա անփորձանք գիշեր ներկայացման մասին է խոսքը։ Բոհեմ թատրոնում ծանրաբեռնված էլի մի քանի ներկայացումներ եւ վերջերս Թամարայի հետ Գևորգյան բեմադրվեց ընտանիք քասթինգով ներկայացումը եւ հիմա այդ ներկայացումն է, այսպես ասեմ, շատ հետաքրքիր ու խնդալու ներկայացում, այնպես որ ես սիրով հրավիրում եմ մայիսի 29-ին է, կստացի։ Մայիսի 29-ին անպայման ես ձեզ կհիշեմ եւ տոմս կտամ։ Չնայած ձեզ մոռանալ չի լինի ամեն դեպքում։ Մենք քեզ կհիշացնենք անդ։ Օրինակ Նելիինը չեմ հրավիրի, անպայման Նելիին եմ հրավիրելու, աշխարհի ամենալավ մարդկանցից մեկն է ինքը։ Հիմա նկարում է։ Իսկ մոնո ներկայացումների մասով ինչ-որ նորություններ կա։ Մոնո ներկայացումների մասով անդորագիր ներկայացումը, որը պաուզա տվեցինք, որովհետև այլ ներկայացումներ էինք անում, չհասցրեցինք շատ տենց մանրանալ։ Հիմա այդ ներկայացումը մի քիչ փոփոխման ենթակա է, մի փոքր ուզում եմ ավելի այն հումորային փոքրիկ երգերից ավելացնեմ մեջը։ Եվ դա նույնպես արդեն հանձնեմ հանդիսատեսի դասին եւ երևի թե արդեն ամռանը հենց այդ ներկայացումով նորից Ռուսաստանով կպտտվեմ մոնոյով եւ ինչու՞ չէ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, բան։ Հետաքրքիր բաներ սպասվում են։ Կապված հյուրախաղերի հետ, հա, որտեվ շատ լոկալ հումորներ դրսում չի աշխատում, որովհետեւ ավելի հումորներ կան, որոնք հենց պահի հումոր են ու այստեղ ավելի շատ ծանոթ են այդ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում, որ այդ կապված արվում է հումորներ։ Այ ոնց է այդ ամեն ինչը այնտեղ արդեն դարձնում ավելի լոկալ։ Սուրն, Ռուսաստանը իրականում շատ հեռու չի, այսինքն Ռուսաստանի հայերը բարբերաբար լինում են Հայաստանում եւ այստեղի թե հումորները թե նիստուկացին տեղյակ են, բայց այնուամենայնիվ հետաքրքիր մի հատ բան ասեմ, հենց այնտեղի կապված հումորներն է իրենց հետաքրքրում շատ, որովհետև օրինակ եմ, հա, բերում շատ փոքրիկ օրինակ, եթե նայել եք անփորձանք գիշեր ներկայացումը, այնտեղ մի հատ կտոր կա, որ հեռախոսով նկարում ենք ու իբր չի լինում նկարել, այնտեղ ավելացրեցինք մի նախադասություն, շատ կարճ նախադասություն է, բայց հանդիսատեսը այդ ասենց ներկայացումը հիացմունքով նայում էր, բայց այն բաները, որ հենց Ռուսաստանի հետ է կապված, շատ ավելի խնդալու էր իրենց համար, որտեղ այնտեղ, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, եթե VPN չես միացնում, ինտերնետ չունես։ Անպայման։ Հա, ժողովրդավարական երկիր չի, այսպես ասեմ։ VPN-ի հետ կապված հումորներ էինք անում, երդվում եմ մեռնում էր զալը։ Այսինքն նմանատիպ լոկալ, այո, հա, այնտեղի հումորներ, պահի տակ ծնված հումորներ, այսինքն իմպրովիզ, բան, հետո որ մի հատ անում ես, հասկանում ես, որ այդ հումորը աշխատում է, սկսում ես արդեն փնտրել իրանց հենց Ռուսաստանում բնակվող Ռուսաստանա մեր հայերին բնորոշ ինչ-որ հումորներ, որը որ ավելի հետաքրքրացնում է նրանց օրն ու առօրյան։
Դեք դուք մարդիկ ով շրջապատում միշտ հումոր է բերում, բոլորին տենց, չգիտեմ, բարձր տրամադրություն է փոխանցում ու դրական էներգիա։ Ինձ հետաքրքիր է ձեր կյանքում ով է ամենահումորով մարդը, որ կարա միշտ ծիծաղեցնի, չգիտեմ, իր հետ, sense չգիտեմ, ձեր հումորը շարունակի, դուք իր հումորը շարունակեք։ Ինձ համար անկեղծ կասեմ, վերջի շրջանում տենց մի մարդ է հայտնվել, վերջի շրջանում ասելով մոտ 3-4 տարի, եթե ոչ ավել կամ պակաս, իր հումորը իմ համար բան է, անկրկնելի է, անկեղծ եմ, որ Ռուսաստանում էլ ես հասկացա իր հումորը ուրիշ է լրիվ, դա Լեռնոն է Հարությունյան, իր հետ պարզապես չի լինում երկար շփվել, հա, չէ, ինքը չի ուզում, որ դու ծիծաղես, ոչ թե չի ուզում, այլ ինքը պարզապես հումոր չի անում, բայց խնդալու է իր ամեն արածը։ Երեք շատ խնդալու մարդ է, ինքը ես սիրում եմ իրան շատ ու ափսոսում եմ, որ իրան շատ ավելի վաղուց չեմ ճանաչել։ Անկեղծ ափսոսում եմ։ Մտածում եմ այդ տարիներս ոնց է անցել առանց իրա։ Անդրանիկ, այս կմտիրը կա, էլի ասեք։ Քանի որ ավելի այսպես լուրջ գնացինք, հա, տարիներս ոնց է անցել առանց այս մարդկանց։ Կան մարդիկ, որոնք տարիների ընթացքում մեր հետ գալիս են։ Ուզենք չուզենք, մենք պարբերաբար իրենց հանդիպում ենք։ Այն մարդիկ, ովքեր մինչև այսօր քայլել են քեզ հետ քո գործունեության ճանապարհներով, մինչև այսօր միասին եք աշխատում, արագում ստեղծագործում։ Կան մարդիկ, ում հետ միասին չենք աշխատում, անգամ տեսնելն է հեռու ենք իրարից, հա, չէ, եթե տեսնում ենք բարև ոնց էս բան sense, բայց գրվել, տեսնվել բան, այս բաները չկա, կան մարդիկ այդպիսի, բայց կան մարդիկ, ովքեր որ մինչև այսօր այո, իրենց հետ եմ, որոշ հարցերում որպես աշխատակից, որպես գործընկեր աշխատում ենք միասին, բայց բացի դա էլ որպես ընկերություն։ Իսկ վերջի շրջանում էլի ինձ հետ են, որ շատ մտերիմ ու շատ հարազատ ես իրան ընդունում եմ, դա Լեռնոն է։ Բայց կան էլի մարդիկ, մեր Զորոն, Արենը, չգիտեմ, շատ-շատերն են, բայց առանձնացնում եմ մի քանիսին, ում անունները տվեցի երևի իրանց էլի։ Հետաքրքիր է, որ Զորոյի հետ ես շփվում եմ 2003 թվականից, այսինքն մեր այս ասպարեզում հայտնված առաջին իսկ օրվանից ծանոթ եմ Զորոյին, այսինքն ասպարեզը կոպիտ ասած ոտք ենք դրել միասին, բայց ինքը կորավ ժամանակի ընթացքում կորավ գրողի ծոցը, կորի գրողի ծոցը։ Մի խոսքով մարդիկ կան, որ այո, շփվում են բոլոր հետները, բայց մարդիկ կան, որ ցավոք սրտի, թե կամ ցավոք սրտի կամ բարեբախտաբար չկան։ Բայց ես եթերից դուրս կասեմ, որ բարեբախտաբար չկան։ Չեն կտրես մասում։ Մի կտրեք ես, բա։ Okay, վերադառնալով հումորի թեմային, ինձ հետաքրքիր է քաղաքական հումորների դեպքում եղել են ինչ-որ զանգեր, հետաքրքիր բացարձակ, ասեմ, անգամ եղել են հումորներ, դե իմ հումորները, չգիտեմ, եթե նկատել եք իմ էջում, ավելի երգային տեսքով են, երգով են փորձում ինչ-որ բան ասել, այսինքն փոքրիկ երգերի մասին է խոսքը։ Եվ այդ երգայիններն էլ հատկապես քաղաքական են։ Դե հիմնականում քաղաքական են լինում ու մի երկու բան է կա, որ հենց երկրի ամենագլխավոր մարդկանց հետ կապված էլի հումորներ եմ արել, թե երգի հետ կապված, բայց արձագանքը լսել եմ իրականում ու լսել եմ դրական։ Չի եղել դեպք, որ զանգեն, վախեցնեն, չգիտեմ, ինչ, անկեղծ եմ ասում, չի եղել։ Ու դա ինձ համար շատ լավ է դա։ Դա հետաքրքրացնում է մեր բոլորի կյանքը, ինչի մեր բոլորի, արտիստների, դերասանների, որ իրանք հումորի մեջ ազատ են։ Ես չեմ ասում 18+ հումոր, որ ես էլ եմ ատում դա, բայց այն հումորը, որը տոնկի է, սիրուն է, գեղեցիկ է, ինչու՞ չկարա մի փոքր կծող լինի, բայց գիտակցելով, որ դու ամեն դեպքում չես վնասում իրանց, ցանկացածին կլինի քաղաքական գործիչ, կլինես դու, Սոնջան, Սուր ջան, դու եթե չեմ վնասում, ինչի պիտի ինձ արկել Նկարված չվիրավորի, եթե հումորը չի վիրավորում։ Չէ, չի եղել, նման բան չի եղել ու բարեբախտաբար համոզված եմ, որ չի լինի։ Որովհետև ես էլ չեմ անցնի չափեր։ Անդ, բայց շատ հաճախ անմեղ հումորը քննադատությունների առիթ է տալիս, առավել եւս այսօր շատ զգայուն լինելով մեր ժողովրդի կողմից։ Կոմենտներ կան, որոնք ջնջում ես։ Այո, բայց ասեմ, որ կոմենտների մասին է խոսքը, որը որ հարևանք է։ Դրանք միանշանակ ջնջում են, որովհետև ինձ հետևում են բազմաթիվ երեխաներ, շատ երեխաներ ու ես համոզված եմ, որ այդ երեխաներն էլ կարողանում են կարդալ կոմենտները, հենց այդ պատճառով էլ ջնջում եմ հարևանքները։
Վատա որ կանանց էլ չեք առանձնացնում, որովհետև երբեմն իրենք են գրում։ Չէ, հենց կոնկրետ հենց կանայք են, նայում Միշտ ասում են երեխաները եւ կանայք։ Սիրուն փուճուր երեխեն թորնիկն է երևի, sense գիրքը sense անմեղ բան տեսնում ես հայոյանք է գրե, հասկանում ես անդրադառնաս, մտածում ես լավ, դե 1-2 անդրադառնաս կռիվա դառնալու, ինքը քեզ է վատ բան ասելու, այտենց շատ անգամներ կնոջս վրա եմ ջրայնանում, անկեղծ որ ասեմ, ինքը պարբերաբար պատասխանում է բոլոր կոմենտներին։ Վատ ես խնդրում եմ իրան որ չանի էլ ու ոնց որ վերջերս էլ չի անում եթե նկատում եմ հայոյանք ջնջում եմ եթե հայոյանք չի վիրավորանք կամ ինչ որ տենց ինձ վատ բան են գրում բայց ոչ հայոյախառն նախադասություն կամ պատասխանում եմ խնդալով կամ բարձրապես զերծ չեմ տալիս թողում եմ մնում բայց հետո որ հետաքրքիր են հետևորդներս ովքեր որ ինձ շատ են սիրում իրանք այդ մեկնաբանության վրա անկեղծ իրենք են պատասխանում ինչա կատարվում հա երդվում եմ էլ ուշադրություն չեմ դարձնում լուրջ եմ ասում չի էլ հետաքրքրում անկեղծ դե ինչ լավ բան անես գրելու են վատներ անես գրելու են ես այս վերջերս չեմ անում էլ ճիշտն ասած բայց խի չեմ անում չգիտեմ ասեմ սիրուն բանաստեղծություններ էի կարդում սիրուն գեղեցիկ ֆոնի վրա իմ ինչ-որ նկարների վրա այդ բանաստեղծությունները դնում էի հայ դասականների թե դուք եք չէ երիտասարդ գրողներ կան Facebook-ում հա տենց տեսնում եմ իրանց բանը ասենք ենթադրենք գրված է ինչ-որ բան ստատուսի տեսքով խնդրում եմ իրանց ասում եմ սա դուրս եկավ ենթադրենք կարող եմ կարդալ իրանք էլ մեծ սիրով թույլ են տալիս հա 1 2 3 ժողովուրդ հասկացա որ շատ սիրուն բանաստեղծությունները, շատ հետաքրքիր բաները, այլ չեն նայում։ Այո։ Ցավոք։ Բայց անում ես մի հատ հիմար բան, որ աշխարհը թնդում է։ Անհասկանալի է։ Բոլորս այդ խնդրի դրա համար հիմա ես վերջերս ես հասկացել եմ, որ այդ լավ բաները չանեմ, բայց ամեն դեպքում ուզում եմ նաև էլի անդրադառնալ, որովհետև իրականում շատ սիրուն բաներ էր։ Չգիտեմ, եթե հետևել եք, անկեղծ կտեսնեք, շատ գեղեցիկ բաներ կա։ Դե երևի այնքան պետք է անել, մինչև սկսի աշխատել, որովհետև ախր չի, գիտեք քանի տարի անում եմ, մոտավորապես ունեմ երևի թե եթե չսխալվեմ 30-40-ից ավել այդ տեսակ բանաստեղծություններ իմ ձայնով չեն աշխատել, շատ քչերն են աշխատել ու այդ բանաստեղծությունները կապում են ինչ-որ մարդկանց հետ, որ ես նեղված եմ, տես բաներ եմ անում, բացարձակ, պրոստը սիրուն է, գործ է, աշխատանք է, որը արտիստի համար եւս մեկ ինչ-որ քայլ է դեպի այդ կողմ ու ինքը չի աշխատում կապում են ինչ-որ մարդկանց հետ ասում են երևի նրանից նեղացած է նրանից տխրելաներ հիմա ինչ-որ նկարել դնում ես շատ խնդալու ես վերջերս մի հատ հենց ընտանիք կասինգով ներկայացում խոսենք ասեմ մի հատ շատ գեղեցիկ նկար էր նկարի Արվինե Քոչարյան հերվից բեմի վրա շատ սիրուն նկար էր այդ նկարը համահուն չէր մի հատ երաժշտության որը որ իրականում շատ սիրուն էր երաժշտությունը որ դրեցի ու այդ նկարը լրիվ մի հատ դառավ պատմություն շատ գեղեցիկ նկար էր հիմա կայջում ես ժողովուրդ երդվում եմ տակը քաղաքականացրել են լրիվ կապ չունի բացարձակ կապ չունի ոչ մի բանի հետ գելա բանես կարծեք կտեսնեք էլ չեմ ջնջել շատ խնդալու է չեմ կարող հասկանամ ինչա կատարվում մեր հասարակության մեջ հիմա գնանք մի քիչ ընտանիք մեր հասարակությունից դուրս որովհետև ընտանիքը բոլորին շատ հետաքրքիր է հատկապես հումորով մարդկանց ընտանիքը ձեր տանը հումորը ինչ տեղում է դուք արդեն հոգնում եք էլ տանը հումորներ չեք անում թե միևնույնն է տանը եւս շատ ես որ տուն եմ գնում ենթադրենք հոգնած հա տանը կա հումոր անող դա մերին է ու ամեն անգամ ինձ ասում է արի այս վիդեոն նկարենք այս վիդեոնը չգիտեմ եթե հետևում եք տեսած կլինեք վերջի շրջանի մի քանի շատ դիտումներ հավաքած վիդեոները հենց մերի հետ հա կնոջս հետ շատ հետաքրքիր դեմք է ինքը անկեղծ եմ ասում տես ամբողջ օրը որ տանն է լինում ու sense թերթում է ինչ-որ հետաքրքիր բաներ է մոգոնում բան գնում եմ ու ասում արի էսի նկարենք միջարոց ասեմ իր այն ամսեկան պրասմոտրներ կա չէ Instagram-ում իրանը 7 միլիոն է էջի այցերն են դրանք չէ ակտիվությունը իսկ իմը 2 միլիոն
Զարմանալու է լուրջ եմ ասում, նեղվում եմ, մեկ նեղվում եմ, ասում մերի արի ես երեխեքին պահեմ, դու գնա տեղը սարկած էլի այդ բաներով, չէ, տանն էլ է շատ հետաքրքիր է, ես հաճույքով եմ տուն գնում, որովհետև Իսկ լինում է, որ ռիլեր նկարելիս վիճեք, կռվեք, նեղանակ իրարից, որովհետև դա բարդ պրոցես է։ Նայեք, որովհետև ես որ նկարվում եմ, ես փորձում եմ հնարավորինս մաքսիմում 2-3 անգամ դուբլ անեմ, ու այդ 2-3-ը դուրս գալիս են։ Բայց պարզապես անելուց հետո մի հատ ստուգում ենք, որը ավելի հետաքրքիր կլինի, բան, վայ, սպանում է երեխեք։ 800 դուբլ։ Սուրո չամուստանաց հավայել։ Ու շատ է 22 տարի։ Մի 20 անգամ անում ենք։ Արա ախր բոլորն է լավ է ստացվում, լուրջ եմ ասում, բայց ստեղ մի քիչ էս ինչ է, էնի մի քիչ ինչ է, էսի չի երևում, էնի արադը Մերի ջան, արադը։ Փորձերը նայել են ներկայացման։ Որ Տանեցիք կաստինգովը։ փորձերը, չէ, ես փորձերին առհասարակ մարդ չեմ կանչում նայելու, որտեղ փորձերին հնարավորինս լկստվում ենք։ Հնարավորինս լկստվում ենք, որովհետև եւ ռեժիսորը եւ դերասանները իրավունք ունեն դա թույլ տալու փորձերի ընթացքում։ Իսկ ինչա սպասվում հանդիսատեսին։ Ընտանիք կաստինգով ներկայացում, հանդիսատեսը արդեն 2 ներկայացում նայել է։ Եվ երրորդը արդեն մայիսի 29-ին է։ Ուրեմն շատ հետաքրքիր ներկայացում է, իրականում կարա լինի կյանքում այդպիսի բան։ Մարդ, որ շատ հարուստ է, շատ, բայց ինքը ունի ընտանեկան ջերմության կարիք, բայց չունի ընտանիք։ Ինքը ինչ է անում, վարձում է մարդկանց, ես հիմա չեմ ուզում շատ գաղտնիքները բացեմ, բայց շատ հետաքրքիր ներկայացում է, որ վերջում ուրեմն ռեժիսորը մեր ու սցենարի հեղինակը, ոչ թե սցենարի հեղինակը, այլ սցենարը ադապտացնողը Գարիկը Միրզոյան, որը որ նաև անփորձանք գիշեր ներկայացման ռեժիսորն է, ինքը ներկայացման ավարտան հենց հետաքրքիր լուծումներ է տալիս։ Հիմա ես ավարտի մասին չեմ ուզում ասեմ ներկայացման, բայց աննկարագրելի հետաքրքիր լուծում է, որ ներկայացումը նայում ես չես հասկանում վերջը ոնց է ավարտվելու, ու վերջը հենց ավարտվում, որ ապշում ես։ Ասպասելի ինչ կա, չեմ, որ հանդիսատեսի 70-80%-ը անկեղծ զարմանում իսկ ինչ ֆիդբեքեր կան, որ ասես ֆիդբեքը ինչ է։ դե արձագանքներ ներկայացում նայելուց հետո, որտեվ ես ոնց որ ռուսերեն կրթություն ունեմ ավելի շատ։ Բնականաբար լավ, դուք էլ գաք նայեք, անպայման արձագանքները կասեք, շատ լավ արձագանքներ կան։ Մի խոսքով պատկերացրեցիք, չէ, հարուստ մարդ վերցնում է ընտանիք, հավաքում է կաստինգներից, մեկը կինն է, մեկը աղջիկն է, մեկը 100 տարվա ընկերն է, ու այդպես ներկայացումը սկսվում է։ Շատ հետաքրքիր է, ես համոզված եմ այն ովքեր որ նայել են դրական ու հետաքրքիր լիսկերով են գնացել տուն, դուք էլ նույնպես այդպես գնալու եք տուն։ Հնարավոր է որ նորից լինի նոր սիթքոմ, մի խոսքով շատ հետաքրքիր բաներ կա, որի մասին դեռ վաղ է խոսելը, բայց բնականաբար ես վերադառնում եմ ակտիվ քաղաքական, ակտիվ եթեր։ Շատ անկեղծ է, չէ, ակտիվ եթեր եմ վերադառնում, այնպես որ սպասեք ինձ բոլորից սիրելի հեռուստադիտողներ։ Հետո կուսակցություն եմ բացել, չգիտեմ, գիտեիք թե չէ, կոչվում է քիթ կուսակցություն։ Անդուարի չքաղաքականացնենք եթերը։ Իմ կուսակցությունն է։ Կապ չունի, նույնիսկ քո կուսակցության դեպքում մենք քաղաքականացնենք։ Կա լավ, եկեք անցնենք շատ արագ հարցերին, որոնց պատասխան հարցեր կա։ Դա բլից չի, բայց խաղ ենք որոշել խաղալ ձեզ հետ։ Մենք հարցնում ենք եղել է, չի եղել, դուք պատասխանում եք։ Հարցերը մենք տալիս ենք, դուք ասում եք կամ եղել է, կամ չի եղել։ Գնացինք։ Բայց կարող եմ մանրամասնել, եթե եղել է, չի եղել, եթե չի եղել, մեկնաբանել անպայման։ Եղել է, որ գնաք տուն եւ պատրաստի կերակուր չլինի։ Իհարկե միշտ։ Հա, իհարկե եղել է։ Անդ եղել է, որ ասեն ավելի սիրուն ես դու, քանի Վետամոկուչյանը։ Չէ, չի եղել, որովհետև նման բան չի կարող լինի, հիմա մերին հետս կգրվի, որովհետև Իվետային շատ է սիրում, իսկ ես բնականաբար շատ ավելի սիրուն եմ իմ տեսանկյունից։ Եղել է նույն մարդու հարսանիքը 2 անգամ վարեք։ Ոչ, չի եղել, բայց նմանատիպ հարսանիքի ներկա գտնվել եմ։ Ահա, բայց բարեկամ չէ, էլի, տենց հետո կասեմ, ընկեր բան ասած ինչ-որ։ Լավ։ Իսկ եղել է, որ անիմաստեղը հայտնվեք կռվի մեջ։ Շատ, ասեմ ինչի, որովհետև երբ որ մեքենայով, չգիտեմ, ինչ-որ տեղ եմ գնում ու տեսնում եմ ինչ-որ հավաքված մարդիկ ու հասկանում եմ, որ
իմ միջամտությունը հնարավորություն կարող է տա, որ օգտակար լինեմ ինչ-որ բանով, լինում է հայտնվեմ, բայց դե այդ հայտնվելու վայրը շատ արագ հարթվում է ամեն ինչ, դա անգամ եղել է կամրջից մարդ է ուզեցել նետի իրան, անկեղծ եմ ասում, ես եմ համոզել, որ հետ գա։ Անդրանիկ Հետո ես առանձին իրան գցել եմ։ հաջորդ օրը Այս մայթից վերցրել եմ, տարել մայթից գցել եմ։ Եղել է, որ երեխան այնքան բարկացնի, որ ափերից դուրս գաք։ Հա, շատ։ Հա, բայց չեմ խփում, գոռում եմ, հա։ Ու այդ հաճախ է լինում դա։ Իսկ հետո մեղքի զգացում լինում է։ Իհարկե, հետո փաթաթվում եմ, լիքը պատշում եմ։ Ներին։ Անդիսկ եղել է, որ ինչ որ տեղ պիտի գնաս ինչ որ հարց լուծելու համար, մտածել ես դե հեսա կճանաչեն բոլոր հարցերը կլուծվի, գնացել ես ու չեն ճանաչել։ Իմ ամենահետաքրքիր հարցերից մեկն է դա, ոչ թե հարցերից, այլ պատասխաններից, անկեղծ եմ ասում չի եղել։ Չի եղել նման բան, որտեղ որ թու ոնց են ասում, հա, չարասկ չարփուշ բան, ասես բաները։ Չի եղել լուրջ եմ ասում, ինչ որ տեղ մտնեմ ու ինձ ինչ որ հարցերում մերժեն։ Անկամ ես շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ու 2002 թվականից մինչև այսօրվա մասին է խոսքը, էլի, չեմ ուզում ինչ որ տարեթվեր առանձնացնեմ։ Պետավտոտեսուչները շնորհակալություն բոլորին կանգնացնում են հիմնականում նկարվելու համար։ Այնպես որ չի եղել, որտեղ ես ոտքս դնում եմ, այդտեղ ժպիտ, ուրախություն եւ այն հարցի շուրջ, որ գնում եմ, իհարկե օրինական սահմաններում շատ արագ լուծվում է։ Եղել է շփոթեք ձեր տեքստը խաղընկերոջ տեքստի հետ ներկայացման ժամանակ բեմում։ Չէ, որովհետեւ միակ իմ բոլոր այն ընկերներից, ովքեր որ թատրոնում են խաղում, բեմում իմ հետ խաղացել են, իրենց բարբերաբար կհարցնեք ու կհասկանաք, որ միակ երևի մարդն է, որ տեքստ չեմ մոռանում ու հիշում եմ բոլոր ներկայացման բոլորի տեքստերը։ Ու դրա համար իրանց համար հաճելի է, երբ որ ես բեմում եմ նրանց հետ։ Ապահովա։ Ահա, անկեղծ եմ ասում, մեր շատ սիրելի Անին, Լյուպեն, մի օր որ հյուրընկալ եք Անին, կհարցնեք ու ինքը կպատասխանի։ Երեխեք շատ կնդալու պատմություններ կան ներկայացումների հետ կապված, հենց կոնկրետ Անիի չէ, էլի առհասարակ բոլորը, բայց Անին հա մի հատ ներկայացում կար, որ միզանսցեն է ենթադրենք դրած ամիզանսցենը ներկայացման ինքը այն ծերն է, ես այն ծերը, բայց այդ ամբողջ ներկայացման ընթացքում ինքը կողքս է լինում։ Լուրջ, որովհետև անդո հիմա ինչ է, հիմա ոչ տեքստ է, հիմա ոչ տեքստ, այսպես վիճակ է ու բոլորի տեքստերը անգիր գիտեմ։ Բոլորի։ Իսկ եղել է որ գնաս տուն մերի մի բան պատրաստած լինի, ասի անդհամովա խափես ասես։ Ստիպված ասեմ հա։ Հա։ Որն է կամ։ 4-ից 1 ընտրի եւ 4 հատա 4-րդը ուր է։ Մենա 4-րդը։ 4-րդը ինձ է նկարում։ Մենա 4-րդը։ Բայ, հա։ Չի, որովհետև համով ամեն դեպքում վախի մտնոլորտը կա։ Վախի մտնոլորտը հիմա չկա, որ հումոր անես քաղաքականության մեջ, չգիտեմ ինչու, բայց տանը վախի մտնոլորտը կա։ Այդ քաղաքականությունից եկել է տուն, էլի, այդ վախի մտնոլորտը է սա խնդիրը։ Իսկ եղել է այնպես կռվեք վիճակ, որ մտածես, որ բաժանվում եք ու էլ չեք կարողանա բարիշել կամ ընդհանուր հայտարարի գալ։ Բայց չի շխի վերցրել զերը։ Ամեն դեպքում անկեղծ հա։ Եղել է, բայց ցավոք սրտի չենք բաժանել։ Խառնում է բառերը։ Հա, խառնում եմ բառերը, չէ, իրականում հա, շատ է եղել, ու շատ է լինում, դե ընտանիք է, պետք է լինի։ Անդ հաջորդ անգամ, երբ որ կվիճեք, ջան, տեն շատ ուժեղ, հա։ Տամ գլխին, ինչ է, բա։ Կբացեք այս շիշը, իրար հետ կխմեք, եւ բոլոր վեճերը կանցնեն, որտեղ սա զանգուն է եւ հաճելի պահերի համար ամենակ։ Ես անկեղծ որ ասեմ, չեմ խմում, այս վերջերս։ Դե մերին կխմի մենակ, լավ հետո։ Մերինը որ խմի, ինձ թվում է այս շիշը ջար։ Մի խոսքով լավ։ Շնորհակալություն, ես անպայման կհամտեսեմ։ Քեզ ենք շնորհակալ, որ այս Կիրակին մեզ հետ անցկացրեցիք։ Չգիտեմ, հուսով եմ լավ հաղորդում ունեցանք, էլ չկա բլից հարցեր։ Չէ, էլի կուզում։ Մնացածը կուղարկենք։ Կարող ենք հորինել։ Դա հորինեք անկեղծ թողեք լիքը պատասխանել։ Լավ, թողնենք որ էլի հյուր գաք մեզ։ Մեծ սիրով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Դե Կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Դե բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, հանգստյան տրամադրությունը շարունակվում է, իսկ դուք չեք մոռանում, որ դիտում եք առաջին ծրագիր Weekend-ը։ Մենք եթերում ենք յուրաքանչյուր շաբաթ ու կիրակի։
Այո, եւ շարունակելով խոսել տարբեր հետաքրքիր թեմաների մասին, մենք միշտ կարևորում ենք մեր առողջությունը, որովհետեւ շատ կարևոր է, որպեսզի պարբերաբար հետազոտվենք, հետևենք առողջությանը եւ կանխարգելենք բոլոր այն հնարավոր հիվանդությունները, որոնք կարող են այցելել մեզ։ Մեր բժշկական AG գործընկերը Վիտամեդ բժշկական կենտրոնն է, որն ունի շատ ընդլայնված ծառայություններ։ Ձեր առողջությունը ասեն, որ հուսալի գործընկերոջ ձեռքին է։ Վիտամեդ բժշկական կենտրոնն առաջարկում է լաբորատոր, սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների ամբողջական փաթեթ բարձրակարգ սարքավորումներով։ Այո, եւ փորձառու մասնագետների թիմը, մանկաբույժներ եւ նեղ պրոֆիլի բժիշկներ առաջնորդվում են ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Կենտրոնում հասանելի են նաեւ տարեկան բուժզնման փաթեթներ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար, որպեսզի կարողանաք ժամանակին վերահսկել ձեր եւ ձեր հարազատների առողջությունը։ Հասանելի են նաեւ բժշկի տնային կանչի ծառայություններ։ Վիտամեդ բժշկական կենտրոնը մասնաճյուղեր ունի Երևանում եւ մարզերում։ Մանրամասների համար կարող եք այցելել vitamed.am։ Վիտամեդ ճշգրիտ ախտորոշում եւ բուժում հասանելի բոլորին։ Բարև ձեզ, ես Գայանե Մնացականյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների մանկաբարձ գինեկոլոգ եւ մանկական գինեկոլոգ։ Այսօր կխոսեմ կանանց սեռական համակարգում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկի՝ էնդոմետրիումի պաթոլոգիայի մասին, մասնավորապես էնդոմետրիումի պոլիպների մասին։ Էնդոմետրիումի պոլիպները մեծապես բարորակ գոյացություններ են, որոնց առաջացման մեխանիզմը վերջնական պարզաբանում չունի, բայց ապացուցված է, որ ամենից հաճախ առաջացման պատճառը հորմոնալ դիսբալանսներն են, տարածբնույթ շեղումները, որոնք բերում են արգանդի լորձաթաղանթում գոյացությունների առաջացմանը։ Կախված գոյացության չափերից կլինիկական դրսևորումները տարբեր են՝ մինչդաշտանային քսվող արյունային արտադրություն, առատ երկարատև դաշտան, արյունային արտադրություն սեռական հարաբերության ժամանակ եւ այլն։ Շատ հաճախ էնդոմետրիումի պոլիպները հայտնաբերվում են պրոֆիլակտիկ զննումների, ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ։ Ուզում եմ նշել, որ էնդոմետրիումի պոլիպները մինչև 1 սանտիմետր չափերով, որոնք չունեն կլինիկական որևիցե դրսևորում, վիրաբուժական բուժման ենթակա չեն եւ պարտադիր է միայն դինամիկ հսկողությունը։ Եթե 1 կամ 2 դինամիկ հսկողության ժամանակ արձանագրվում է էնդոմետրիումի պոլիպի չափերի մեծացում, ապա վիրաբուժական միջամտությամբ հեռացումը խիստ պարտադիր է։ Ուզում եմ նշել, որ էնդոմետրիումի պոլիպների բուժման միակ տարբերակը դա վիրաբուժական հեռացումն է։ Վիրաբուժական հեռացումը իրականացվում է ազգայացման պայմաններում հատուկ գործիքների էնդոսկոպի միջոցով։ Էնդոմետրիումի պոլիպը հեռացվում է հիստերոսկոպիկ եղանակով։ Հատուկ օպտիկական հսկողության պայմաններում հեռացվում է միայն գոյացությունը, որը պարտադիր կերպով ուղարկվում է հյուսվածքաբանական քննության, պարզելու նրա առաջացումը եւ ծագումը։ Էնդոմետրիումի պոլիպների հեռացումից հետո շատ կարեւոր է պացիենտին առաջարկել հետագա ճիշտ բուժման եւ վարման տակտիկա, որը մեծապես կախված է թե պացիենտի տարիքից, թե հետագայում ունեցած ռեպրոդուկտիվ պլաններից։ Պրոֆիլակտիկ հետազոտությունները շատ հաճախ ձեզ ազատում են հետագայում լուրջ առողջական խնդիրներից։ Եղեք տեղեկացված եւ առողջ։ Հաճախ առնչվում են կարևոր խնդիրների, որոնց հարցում պետք է լուծումը գտնել միայն ու միայն վարժ տիրապետելով բոլոր օրենքներին, հատկապես այն բոլոր հարցերին, որոնք իհարկե անմիջական սահմանակիցն են մեր իրավունքների։ Իսկ իրավունքը սկսվում է իհարկե տեղեկացված լինելուց։ Մենք հաճախ լսում ենք օրենք, իրավունք, պարտականություն բառերը, բայց միշտ չէ, որ հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը եւ ինչպես դրանք կիրառել կյանքի պրակտիկայում։ Այսօր փորձելու ենք միասին պարզել, ինչ իրավունքներ ունենք, ինչպես պաշտպանել մեզ եւ ինչ անել ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Ամեն տարի ապրիլին ամբողջ աշխարհում նշվում է մտավոր սեփականության օրը, եւ այդ պատճառով այսօր ես առանձնացրել եմ մտավոր սեփականությունից թեմա, մասնավորապես ապրանքային նշանի գրանցման կարևորությունը։ Ապրանքային նշանը այն է, ինչով ձեր բիզնեսը տարբերվում է մյուսներից, դա կարող է ներառել ձեր անվանումը, որևէ պատկեր եւ այլն, եւ իհարկե որքան հիշարժան եւ առանձնահատուկ է ապրանքային նշանը, այնքան լավ է տպավորվում սպառողների մոտ։
Սա հզոր մարքեթինգային գործիք է, բայց կարող է դառնալ նաև իրավական գործիք, եթե գրանցեք։ Պատկերացրեք իրավիճակ, երբ դուք աշխատում եք, ջանքեր եք ներդնում եւ հաջողում է ձեր բիզնեսը եւ ձեր ապրանքային նշանը խոսում է ձեր փոխարեն, այս իրավիճակում մեծ է հավանականությունը, որ այլ մարդիկ փորձելու են նմանակել ձեր ապրանքային նշանը ձեր առավելությունից իրենք էլ օգտվելու համար։ Եվ գրանցված ապրանքային նշան ունենալը ձեզ տալիս է հնարավորություն երրորդ անձանց արգելելու նույն ոլորտում օգտագործելու նման կամ նույն ապրանքային նշանը։ Առանց սրա դուք շատ ավելի խոցելի դիրքերում եք լինելու եւ ձեր բիզնեսը տուժելու է։ Մի խոսքով ապրանքային նշանը միայն ձեր բիզնեսի անվանումը կամ լոգոն չէ, այն ամենից առաջ ձեր բիզնեսի իրավական պաշտպանության միջոց է։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Հետևեք ձեր առողջությանը, հետևեք ձեր տրամադրությանը, երկուսը միանշանակ շատ կարևոր են, իսկ երկուսը գտնվում են մի տեղում, որտեղ սպա կենտրոնը եւ որտեղ առաջարկվում են սպա ծառայությունները։ Լարված աշխատանքային օրը ավարտում ենք հենց այնտեղ, որի մասին հենց այս պահին արդեն կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Ողջույն, այսօր խոսելու ենք դուշ շարկոյի մասին։ Մի հետաքրքիր ու զարմանահրաշ պրոցեդուրա, որը ցանկացած մարդ սիրում է, չնայած նրան, որ մի փոքր ցավոտ է եւ անսովոր։ Դուշ շարկոն հիդրոթերապիայի տեսակ է, որտեղ մարմնի վրա ուղղվում է բարձր ճնշմամբ ջրի հոսք։ Դուշ շարկոն իր անվանումը ստացել է ֆրանսիացի նյարդաբան բժիշկ Ժան Մարեն Շարկոյի անունից, որը մշակել է այդ պրոցեդուրան, այդ հիդրոթերապևտիկ պրոցեդուրան մարմնի վերականգնման եւ ուժեղացման համար։ Սկզբում այն կիրառվել է բժշկական հաստատություններում, հատկապես հոգեբուժարաններում, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բուժելու միտումով։ Ժամանակի ընթացքում, տեսնելով եւ գիտակցելով, որ նաեւ այն ընդհանուր առմամբ լավ ազդեցություն ունի օրգանիզմի եւ օրգան համակարգերի ֆունկցիայի բարելավման մասով, սկսում են օգտագործել նաև էսթետիկ կոսմետոլոգիայում եւ այն կիրառվում է սպա կենտրոններում որպես ցելյուլիտը նվազեցնող կամ ցելյուլիտը բուժող պրոցեդուրա։ Ինչպես է իրականացվում դուշ շարկոն։ Մարդը կանգնում է 3-ից 3.5 մետր հեռավորության վրա, իսկ մասնագետը կարգավորում է ջրի ջերմաստիճանը եւ ճնշումը, ինչպես նաեւ ամբողջ ընթացքը վերահսկում է կատարելով պրոցեդուրան։ Ինչպես բոլոր սպա պրոցեդուրաները, այս պրոցեդուրան եւս ունի ցուցումներ եւ հակացուցումներ։ Դուշ շարկոն բարելավում է արյան շրջանառությունը, բարելավում է նյութափոխանակությունը, լիմֆայի շրջանառությունը եւս ակտիվանում է, թողնում է լիմֆադրենաժային էֆեկտ, նվազեցնում է ստրեսը, օգնում է նվազեցնել ցելյուլիտի արտահայտվածությունը, ինչպես նաեւ կարգավորում է մկանային տոնուսը։ Պրոցեդուրայի տևողությունը տարբեր կենտրոններում եւ տարբեր հաստատություններում տարբեր են։ Կոնկրետ մեր կենտրոնում, մեր սպա կենտրոնում տևողությունը դուշ շարկոյի 15 րոպե է։ Դուշ շարկոն հիմնականում կատարվում է տաք ջրով, իսկ վերջի մի քանի րոպեն, հաշվի առնելով հաճախորդի անհատական տանելիությունը սառը ջրի նկատմամբ, կատարում ենք նաեւ կոնտրաստ դուշ, այսինքն տաք եւ սառը ջրի հերթագայումով ենք աշխատում։ Դուշ շարկո պրոցեդուրան հիմնականում առաջի մի քանի սեանսի ժամանակ անսովոր զգացողություններ է պարգևում, ինչպես նաև կարող է լինել ցավոտ, չնայած դա եւս կախված է անհատի անհատական առանձնահատկություններից։ Սակայն երրորդ սեանսից հետո այն վերածվում է հաճելի եւ լիցքաթափող պրոցեդուրայի։ Այդ մասին կարող են փաստել մեր բոլոր այն հաճախորդները, ովքեր անցել են այդ կուրսը։ Դուշ շարկոն հակացուցված է սրտային խնդիրներ ունեցող անձանց, հակացուցված է վարիկոզ հիվանդության սուր փուլերում, հղիության ժամանակ, օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև սուր բորբոքային պրոցեսների եւ մաշկային հիվանդությունների ժամանակ։ Եզրափակելով այսօրվա թեման, պետք է ասեմ, որ դուշ շարկոն դա ուղղակի պրոցեդուրա չէ, դա ուժ է, որը վերականգնում է օրգանիզմը, տալիս է էներգիա եւ բարձրացնում է մեր աշխատունակությունը։
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիր Weekend-ը եւ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ խոսելու ենք ժամանակակից մասնագիտություններից բլոգինգի մասին եւ հյուրընկալել ենք ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից երկուսին։ Այո, Ելենա Վարդերեսյանն է մեր հյուրը եւ Ռաֆոն կամ Հայդալեքը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ դուք։ Հրաշալի։ Մենք էլ։ Ինչ որ կա համացանցում դա դուք եք, թե դրանից դուրս եք դուք։ Չէ, մենք ենք։ Այդքան Ժամաչել ենք մենք, դուրսել ենք մենք։ բլոգերության լավը է դա դու քեզ ես խաղում։ Այսինքն պետք է անկեղծ լինես, աուդիտորիան դա է սիրում։ Ծանոթացել ենք հեռավոր 2018 թվականին։ Հեռավոր։ Դեռ ոչ ինքն էր բլոգինգով զբաղվում, ոչ ես։ Մենք պարզապես ընկերներ էինք, հետագայում արդեն քիչ-քիչ ոնց որ ամեն մեկս տենց առանձին ժամանակահատված դրեմ սկսեցինք բլոգինգի մեջ լինել։ Ով բարակեց բլոգինգով։ Հենց այդ Որպես բլոգեր ինքն է սկսել, ես ուղղակի կլիպում էի նկարահանվել, որոշակի հայտնիություն ունեի արդեն, բայց ինքը արդեն հենց իմենը բլոգինգով սկսեց։ այդպես մեր կարիերան սկսեց։ Կարիերան։ 21 թվին չէ դու Հա, սկսեցի։ 21 թվականից։ Ինքը Այսինքն 21-ից ընկերությունը ավելի 23-ից։ շուտ է եղել։ Հա, ես մտածում էի ոլորտում եք ծանոթացել միասին։ Ոլորտում ընկերություն չկա, չէ՞ ինչ-որ։ Հա, բայց իրոք Շատ անկեղծ է։ Դերական, միայն դերական մրցակցությունն է։ նայեցում հետ։ Չէ, իրար հետ Չէ, մրցակցություն։ մենք իրար չենք մրցում։ Իմաստ չկա, ես մեկա լավագույնն եմ, այսինքն։ Այսինքն համեստությունն էլ չկա։ Չէ։ Լավ, Ռավ, ես հիշում եմ, որ դեռ հայտնիությունը չկար ու այդպես շատ հետևորդներ չկային, բայց դու արդեն կոնտենտում, այսինքն քո բիոյում գրել էիր շատ հայտնի ինֆլուենսեր։ Ինձ հետաքրքիր է այդ միտքը ոնց եկավ, խոսքի ուժով հետո դարձավ, թե ուղղակի հումոր էր, որը իրականություն դարձավ։ Դա ըստ իս մի շատ խելացի մարքեթինգային արշավ էր, որ ի սկզբանե ինձ մատուցան, որ ես այս բանին արդեն իսկ հայտնի եմ, այսինքն ինձ նայող մի հոգին էլ ենթադրի, որ ես հայտնի եմ։ Դա ավելի միանգամից հենց այդ բանին վստահություն է ներշնչում ինձ հետևել, դա աշխատեց, ես օրական 1000 հետևորդ ունենում էի այդ ամենասկզբում, օրը հենց 1000 Բայց միայն հետևորդ։ դրանով չէր, չէ՞, դու վիդեոներ էիր նկարում, Ամեն օր որոնք վիդեո էի աշխատում էին։ գցում, ամեն օր պարտադիր վիդեո էր, հիմա էլ է այդպես, ամեն օր այն մոտ վիդեոն, ամեն օր գցում էի ու ամեն օր իմ ստորիներով խոսում, որ ես հայտնի եմ, ինչ որ գնում էի fake, yani բացումների եմ, այս բային եւ այլն, այսինքն մատուցում է ինձ որպես արդեն իսկ հայտնի ինֆլուենսեր։ Ու այդպես ստացվեց։ Ես երկին տվեցի, երկն էլ ինձ։ Հստակ մարքեթինգային քայլ Այո, էր։ հստակ էր դա ու աշխատեց։ Հրաշալի։ Կա վիդեոներ, որոնք շատ շուտ եք գցել, բայց հիմա նայում եք ու ջղայնանում եք դրա ու ջնջում եք։ Չէ, ջնջել չէ, ջղայնանում եմ այն առումով, բայց դա ժամանակի հետ այդ ժամանակ նորմալ էր այդպես, ասենց ավելի դանդաղ եմ խոսում, ավելի ոչ պրոֆեսիոնալ, քիչ-քիչ ոնց որ աշխատելով իմ վրա, ես հիմա իմ կոնտենտը ավելի եմ հավանում, ճիշտ է, հակառակը հիմա մարդիկ ասում են հիմա չէ, առաջ ավելի լավն էր, բայց առաջ այդքան լավ չէր։ Բայց մյուս տարի էլ նայելու ես հիմիկվան էլի ասես աշխատելու տեղ կա։ նայում եմ, ասում եմ ինչ աստված։ Դե դա օրորի եք ուրեմն աճում։ Այո։ Բլոգինգի մեջ ամենաբարդ կողմը որն է, իդեաներ գտնելը վիդեոներ նկարելու համար, թե ուրիշ ավելի բարդ կողմեր ունի։ Պատասխանի։ Իմ դեպքում կոնկրետ որպես անձ մի քիչ արդեն որոշակի պատասխանատվություն է։ Այսինքն դրսում, երբ որ քեզ արդեն սկսում են ճանաչել, որոշակի պատասխանատվություն է գալի որպես քաղաքացի, որպես մարդ, մի քիչ արդեն ազատությունը սահմանափակվում է ըստ իս իմ համար։ Հա, այդ առումով այդ ազատությունն է սահմանափակվում, բայց դա բարդություն չի, դա մենք ենք ընտրել, դրա համար օքեյ է, որ այդպես լինի։ Մնացած առումներով մի քիչ այդ ատելության ալիքին դիմանալը, այսինքն եթե ինչ որ մեկնաբանություններ ա լինում, դե սովորական sense մարդ ես էլի էմոցիաներով, որ էմոցիաներ չտրվես, մեկ է ստորիով չպախարակես այդ կոմենտ գրողին ու այդ ավելի վատ է գնալու ծնակնդիկի էֆեկտով։ Դրա համար ավելի շատ այդ ատելության այդ բանին ալիքին դիմանալը։ Իսկ ջնջում եք վատ մեկնաբանությունները։ Հա, Եղել է, բլոգում հա։ նաև, որովհետև իրանք իրավունք չունեն կարծիք արտահայտելու։ Ինչու։ Ով որ բացասական է արտահայտում, այսինքն ոչ թե կոնստրուկտիվ, այլ բացասական, այդ մարդը պետքա խոսքի Հայհոյանք օրինակ ինչ պահես։ Դա Նախ ուրիշը պետք է չտեսնի, որտեղ ինձ նայում են մամաներ, ինձ նայում են երեխաներ, ընտանեկան բլոգերներ ենք ու այդպիսի բաները պետք է տակը չլինի, նաև պետք է հնարավորություն չտաս հետագայում իրանք արտահայտեն։ Ես էլ ուզում ասեմ, բայց քիչ է։ Հա, քիչ է, բայց պետք է
Այսինքն կտրտես։ Իսկ կներես իրական կյանքում վիզուալ կան հեյթերները, որ կարող եք փողոցում տեսնել, օրինակ ինչ-որ հայացքից են, որ հասկանալ կամ ինչ-որ Չափլախեք։ Չէ, իրականում այդ առումով ինձ թվում է լավ է, չկա, դա համար շատ ազատ հանգիստ քայլում ենք։ Իսկ չէ, մեկ որ ասայի ընտակի գրածրեն, ես էի։ Չէ։ Իրանք երբեք չեն անի, որտեվ այդ էջերը իրականում fake էջեր են սաղ լինում։ Դու մտնում ես, դա ռեալ մարդու ոչ նկար կա, ոչ անուն կա։ Հազվադեպ որ դեմք լինի, դա մեծ կինա Ռուսաստանում ապրում է, դե գնացի։ Կոնտենտ մշակել ու դրան սովորացնել լսարանին շատ դժվար է, բայց երբ որ սովորացնում ես, արդեն ամեն ինչ շատ հեշտ է ու լսարանը դառնում ավելի պահանջարկող, հա, պահանջատեր։ Բայց երբ որ արդեն սկսում ես գովազդ անել որևիցե մի ընկերության քո կոնտենտի մեջ, ինչ է սրանից գալի։ Լսարանը պակասում է, թե լսարանն ավելանում է։ Որտեվ հաճախ երբ որ դու հետևում ես անընդհատ ինչ որ բանի ես սպասում, եկեք տենում ես ընթացքում, վայ քո սիրած բանա, բայց գովազդա սա նյութ չէր, անցնում ես առաջ։ Սա ըստ ձեզ որպես այս ոլորտի մարդիկ ձեզ ավելացնում է դիտորդները թե պակասեցնում։ Ավելացնում է, ես մոտավոր արդեն 2 տարի է միայն գովազդ եմ նկարում, այսինքն կոպիտ ասած, այդպես որպես առանց գովազդ վիդեոներ շատ քիչ կա։ Ես իմ կոնտենտը փոխեցի դրա շուրջ, որ ես նկարում եմ այնպիսի գովազդ, որպեսզի աուդիտորիան չզզվի։ Դրա շնորհիվ ես մի տարում 120,000 հետևորդ ավելացել է, իմ 200-ի 120 էլ ավելացել է։ Մարդկանց, եթե չես զզվացնում ու դա անում ես մի փոքր կրեատիվ, իմ ասով չասեմ, ցանկացած բլոգեր, եթե դա անում է կրեատիվ ու դա անում է կոնտենտի շրջանակներում, այսինքն գովազդը ինտեգրված է մեջը, ոչ թե առանձին է, մեկ է լեսկի sense սոկը բերնի տեն տալի։ Գնեք։ Եթե ինտեգրված է գեղեցիկ արված, իսկ իմ շրջապատում մենք բոլորս փորձում ենք ինտեգրենք շատ սիրուն, որ մարդը տեսնի դա սկեչի մի մաս։ Աուդիտորիան սիրում է, օգտվում է, տարածում է։ Կերպարները որտեղից են։ Մամայի ու պապայի անուններն են, ճիշտ եմ հասկանում իրականում։ Իմը Մարինեն ու Վարդան, իմ մաման ու պապան են, բոլոր անունները իրական մարդիկ են, բայց կերպարները իսկական չեն, այսինքն մամաս այդպես չի, պապան այդպես չի։ Կարող է ինչ-որ հումորներ վերցրած լինի, բայց հիմնականում հավաքական են, չգիտեմ, մի քանի կանանց sense հավաքական կերպարը Մարինեի մեջ է, մի քանի պապաները Վարդանի մեջ են, պապին ու տատին լրիվ հորինած է, ես պապի տատի վաղուց չունեմ։ Ո՞մ իդեաներ։ Պապիկն ու տատիկը։ Ես պապիով սկսեցի, հետո Լենային տեսա, ասեցի կնճիրներ ա եկել, արի միացի։ Արի դարձի տատիկ։ Բայց ես չունեի ոնց որոշենք տատի պապի։ Դու մոտիվացիայի պակաս ունեիր։ Ես էլ հերոստատեսցա։ Մոտիվացիայի պակաս ուներ, ասում էր մոտիվացիա, ինչ անենք, այդ օրը որոշեցինք, որ ասենք լիքը վիդեոներ իրան նկարենք, նկարեցինք մի քանի հատ տանտիրոջ վիդեոները, որ տանտերը, ու նաև ասեցի արի մի հատ էլ տատի ու այդպես ոնց որ սկսեցինք։ Իրար մոտիվացրեցինք նոր բան ստեղծելու համար, էլի։ Դիրում է որ հոգնեք իրարից իրար զանգերի չպատասխանեք։ Прям որ հիմար։ Չի լինում։ Прям հոգնելուց չզանգես, տես լինում է։ Չի լինում։ Այս 10 օրը ասեմ ավելին, որ փորձում էինք հանդիպեինք, չէր ստացվում ժամանակի առումով։ Դա մար չէ։ Դե իրար հետ ամել որ հանդիպում ենք, ստեղծագործում ենք, կոպիտ ասած։ Այդ բառից չեմ վախենա, բայց ամեն դեպքում ստեղծագործում ենք։ Իսկ բան ասել։ Ընկերության շուներից շուկայի մեջ 10 թվից այդ ոլորտում ենք մասնագիտանում ենք։ Դա հիմնական պատճառն է, ինչի պատճառով մենք ընկերություն ենք անում։ Բամբասանքի հողի վրա մոտիկ անցանք այնովը, հա։ Ամուր կապը ստեղծվեց։ Իսկ գովազների պատվիրատուները իրենք են թելադրում, թե ինչ նկարեք, թե դուք եք իրենց ասում, սա պետք է լինի։ Ինձ չեն թելադրում, ես այդ առումով շատ կոպիտ եմ։ Լինում է որ գովազդատուն օրինակ կարա ասի, օրինակ սենց միտք ունեմ կամ նենց բան, եթե նենց բանա որը որ ինձ օքեյ է, չի խանգարի իր միտքը, ես հաշվի եմ առնում, բայց եթե օրինակ կասմիչեսկի ինչ-որ բանա ակնկալում, ասում եմ չէ։ Բայց հանկարծ որ իմ ասածը շատ sense ինքնավան չընչի, ոչ թե ինքը ասում է այն կետերը գովազդատուն, որը պարտադիր է որ լինի, օրինակ չինը մեր հյութը էսպես երևա, լոգոն էսպես ու ասվի սա։ Դրանք պարտադիր է, դա նորմալ է գովազդի առումով, բայց սցենարային առումով ինքը չի կարող խառնվել, իմ հումորը փոխել, այս բառը այսպես մի ասա եւ այլն, որովհետեւ եթե դիմում է բլոգերին, գիտի իրան, տեսել է, որ այս 5 տարի այս մարդը սենց է անում, այս հումորներն է անում, պետքա թողի մի փոքր ազատ։ Որովհետև երբ որ մարքետոլոգը խառնվում է, գովազդատուն խառնվում է, բիզնեսի տերը խառնվում է, դա ստացվում է մի հատ sense շատ վատ սիտկոմ, շատ վատ ինտեգրացիայով,
որը աուդիտորիան հենց դրանից է հոգնած։ Ինչ որ միտեղից նման բան եմ հիշում հենց ձեր դեպքում, որ իմպրովիզ եք նկարում գովազդները, այսինքն չեք նախապես սցենար մտածում։ Հա, ես հիմա սենց եմ փոխել եմ բառը, որ դրական լինի, գովազդատորին ասում եմ, ես ձեզ միտքը կասեմ, թե ինչ եմ նկարելու, դա պետք է հաստատեք, ոչ թե տեքստը սցենարով, թե ես ինչ բառեր եմ ասում։ Հումորը տեղում եք անում։ Հա, համենայնպես էս մի 10-15 հատ գեներացիա կա, որից 6-ն է մնում վիդեոն, որտեղ վիդեոյի մեջ 6 նախտեսություն է տեղավորվում այդ 1 րոպեանոց, ոնց որ մի 10-15 հատ սենց ինչեր ասես խոսում ենք, սաղանում ենք, մեջից սենց համովները կտրում ենք։ Իսկ քանի դուբլ։ 1-2, մաքսիմում 2 Իրոք? դուբլից։ Հա, դե հեշտ է, մեզ կոմֆորտ սաստավով ենք միշտ, այսինքն Դուք եք անում վիդեոները, թե թիմ կա, օպերատոր կա, մոնտաժը։ Մի հոգի Վահանը մեր խեղճ սաղիս։ Բոլորիս Եթե Վահանը զբաղված ալում իրար են կողմում։ Իրար ենք նկարում, թե թիմ չկա, այլ թիմ չկա։ Ովքեր են ձեր հետևորդները։ Ինչ տարիք են, ինչ սեգմենտ են, ինչ պահանջներ ունեն։ Կարծրատիպ կա, որ բլոգերներին երեխաներն են հետևում։ Իմ պարագայում ես փորձել եմ հումորս այնպես այն կողմ տանել, որպեսզի երեխան այդքան շատ չհասկանա իմ հումորները, այսինքն այնտեղ մեջ մի քիչ սև հումոր կա, մի քիչ այլ կոնտեքստ է, որ միայն մեծ մարդը արդեն ինչ որ կյանք ապրած մարդը կհասկանա այդ հումորները։ Դրա համար իմ աուդիտորիան մեծ է, Լենայինն էլ է մեծ։ Իմն էլ է մեծ, իմ մոտ երեխաները շատ քիչ տոկոս են Facebook-ի ստատիները մեծ են։ Facebook-ում արդեն 100,000 եմ հասնում հետևորդներով, այնտեղ вообще իմ sense ամուր սյուներից մեկն էլ Facebook-ս է, որ մի օր փակվի։ Ոնց որ Ռուսաստանում եղավ, հա, Instagram, Facebook դարձան անհասանելի։ Ինչ եք անելու։ Ես միշտ աշխատել եմ սպասարկման ոլորտում, նաև երկար ժամանակ աշխատել եմ մարքեթինգի ոլորտում։ Ես պատրաստ եմ նորից վերադառնամ սպասարկման ոլորտ, որպես օրինակ մենեջեր, խանութի եւ այլն, ու նաև պատրաստ եմ ինչ-որ արտաքին գովազդի մարքեթինգային ոլորտում աշխատեմ, օրինակ, չգիտեմ, արտաքին գովազդ արվի։ Այդքանը։ Ես կարծում եմ նախ չի փակվի։ Երկրորդ ես թոշակ եմ ստանում պետությունից։ Դե երկրորդը եթե փակվի անգամ սոցիալական հարթակները, շատ ուրիշ ոլորտներ էլի կան, որը որ մեդիայի հետ կապ ունեն։ Դե այսօր արհեստական բանականությունն է գալիս, արդեն ամեն ինչ, կարելի ասել երկիչների ֆակտորն է արդեն կամաց դուրս գալիս, որտեղ AI-ն շատ լավ երկիչներ է տալիս արդեն աշխարհին։ Հա, բայց ես օրինակ չեմ օգտվում ChatGPT-ից, օրինակ սցենարների առումով, որովհետև չի կարողանում մեկը ինքը հայկականը։ Երբ որ մի 10 տարուց ադապտացվի, կարելի է օգտագործել։ 10 րոպեից ես կասեմ։ Իսկ իդեաների առումով, որտեղ իդեաներ կարող է տալ։ Չի տալիս։ Վճարովին չես վերցրել երևի։ Վճարովին $44 տալիս եմ ամիսը։ Ես էլ փորձել եմ, ինքը կատակ չի կարող անի։ Արդեն նկարել ենք, էլի։ Հումոր չունի։ Չէ։ Կարող ես այսպիսի զվարճալի բան նկարել, զվարճալի բառը օգտագործեց վերջ, չի կարողանում։ Արդեն խնդալու չի։ Նույնիսկ եթե մարքետոլոգը ինձ գրում է մի հատ զվարճալի բան ստանանք, վերջ ես չեմ աշխատել իրանց հետ, որտեղ ինչ անշկում զվարճալի։ Այդ ինչա զավեշտալի։ Գիտես դեռ զավեշտալի կա, այդ էս ասել դու դեռ զավեշտալի բառը չգիտես։ Զավեշտալին մի հատ էլ է level ցածր։ Դե ասել մի հատ բոց, խնդալու, այդտենց։ Լավ, մի տրենդ կար, որ միլիոնի դեպքում էր իհարկե տրենդը, որ վիդեոն է, որից հետո միլիոն մարդ ձեզ ճանաչում է, ինձ հետաքրքիր է ձեր դեպքում, որ վիդեոն է, որից հետո շատ մարդիկ ձեզ ճանաչեցին։ Յուրաքանչյուր հաստատ ունեք այդ վիդեոն։ Հա, բայց իմ այդ բեկումն այնը մի հատ վիդեոն է, որ երբ ինտերնետը անջատել են, էդի մի անգամից մի 10,000-ից ավել հետևորդ բերեց։ Դա կարիերայիս, չէ, այդ վաղ գովազդներ չունեի։ Առաջի 2 տարում ես գովազդներ չեմ ունեցել։ Բանը այդ էր, որ ինտերնետը անջատել են, տնեցիք երբ ինտերնետը անջատել են, որ սկսում են իրար չփվել, հիմա նայում եմ ընդհանրապես խնդալու չի։ Այդ վիդեոն չեմ հասկանում ոնց կարող է դա հաջողության գաղտնիք լիներ։ Իմն էլ հարևանուհու վիդեոն ա եղել։ Անտակտ, որ մտնում ես տուն, չէ։ Հա, անտակտ հարևանն է, որ առանց դուռը թակելու մտնում ա ձեր տուն, չոր իրերա վերցնում եւ այլն։ Համարյա 2.9 միլիոն ա դիտում է իրա։ Օհո։ Այդ դրանից հետո եկել է մոտավորապես մի 20,000 հետևորդ մի անգամից։ Հիմա միլիոնը մեր համար շատ սովորական է։ Լավ, իսկ առաջի 2 տարում երբ որ գովազդներ չկային, ի՞նչ էր մոտիվացիան ամեն օր վիդեո անել, հա, եւ ինչպես էիք ապրում։ Այդքան շատ մի հատ բանկ ունեի, որ հետս էր աշխատում, խեղճ ու կրակ 80,000 դրամով։ Ու բանը։ Հրաչ Ես առաջի տարին հենց սկսել եմ անել։ Ու նաև այն առաքման ընկերություն, այսինքն այդ երկու գովազդ։ Առաջի գովազդի համար ինչքան գումար եք վերցրել։ 40,000 դրամ։ 80,000, ես իսկ հիմա Հիմա դրա մի րոպե չեմ կարող ասել։ Հիմա ենթադրենք դիմում են ձեզ, ինչ գնային է։ 300,000։ Հա, 200,000։ Մոտավոր այդքան։ Հա։ Ոլորտում հիմնականում հարկերը հանած թե գումարած։ Հարկերը մենք ենք վճարում։
Այս իմ դեպքում ես չեմ ասում պլյուս հարկի, օրինակ 330 չեմ ուզում։ Չէ, դա ես եմ վճարում։ Շատ լավ եւ շարունակելով մենք հետաքրքիր խաղ ենք ուզում ձեզ հետ խաղալ։ Խաղը կոչվում է ամենից ամենը, խաղում ենք գրեթե բոլորի հետ։ Ձեր դեպքում կլինեն բլոգերների շրջանում հարցերը եւ պետք է առանձնացրեք անկեղծ ձեր կարծիքը։ Ոչ ոք չի նեղանա, բոլորի հետ խաղալու ենք, ոնց որ ամեն ջարդերը։ Նեղանան։ Ամենաբարի բլոգերը ոլորտում։ Բարի։ Այնստեղ դուք տարբերակներ ասեք մենք։ Չէ, մենք հարցնում ենք։ Արագ ասենք, հանգիստ եղեք։ Ամենաբարին Ես եմ։ Հեչ արագ չէ։ Ոսոչ չկա որովհետեւ ամեն մեկը ինչ որ մի տոկունքություն ունի։ Հա դրա համար ասում եմ, ես պատասխանում ես եմ։ Չէ, դու էլ չես։ Մի րոպե, չէ, կա։ Սպասեք, հեսա քիչ։ Ես չգիտեմ ինչ որ բարի։ Իրոք չկա, լավ, այդ մեկը չի համապատասխանում ոչ մի։ Ուզում եմ ասի Էվիկ, այն էլ բարի չի։ Երեք вообще ստորի ակցել, որ բանը պետքա լինես մի քիչ ագահ, ցանկանաս մրցակիցներից, որպեսզի փակվեն, չէ, մի րոպե։ Չունենք բարի բլոգեր, անկեղծ։ Նույնիսկ ես ինձ բարի չեմ կարող համարել, բայց ես եթե ինձ գրում են օրինակ ինչ-որ բլոգեր օգնություն ախնդրում սցենարին, բան օգնում եմ, բայց որպես այդպեսին բարի մեծ ուրիշ, մյուսը։ Ամենաինտրիգայինը։ Ինտրիգային։ Որ ինտրիգներ է ստեղծում, թե անդադ ինչ-որ ինտրիգների մեջ է։ Կարող եք երկուսն էլ առանձնացնել։ Ինձ թվում է Էլենչն է, անդադ ինչ-որ ինտրիգների հետ տակ։ Ես կասեի Մագա Հարությունյան։ Մագա Հարությունյան։ Ամենասիրունը։ Ամենասիրունը։ Իմ համար Էվիկ, Էվելինա Խանոյանը։ Իմ դեմքը սուբտիտրերով։ Իմ համար։ Էլո, Անին էլ Արզումանյան շատ սիրուն, մեր ընկերներից։ Ամենավոճայինը։ Չունենք։ Ոճային։ Չունենք, սա ոտ են հագնվում։ Ինչ նեգատիվ են կոստ։ Բայց չունենք, ով է լավ հագնվում։ Մարդ ասա հենց հիմա որ Մագան, ես ուրիշ երոսիանուն չգիտեմ։ Չէ, բայց իրոք Մագան սիրուն է։ Ամենը ինչ որ իրա ոճով է հագնվում, բայց իմ համար օրինակ գեղեցիկ չէ։ Ամենաքիչ վճարվողը։ Հայ, դե մենք ինչ մանանք։ Չեք հարցնում իրարից ինչքան ես վերջում։ Չէ, դա կոռեկտ չի։ Ես իսկի չգիտեմ իմ մոտիկ ընկեր ինչքան։ Բայց ասեց նոր։ Հա դե իմ ասեց շատ գիտեմ, այդ ճիշտ է ասում։ Շատ էլ որ ասեց։ Ամենաշատ վճարվողը։ Կարող թիվը չիմանաք, բայց գիտեք, որ ինքը ամենաշատն է վերջնում։ Մագանա մեծ խոսացել, Մագա Հարությունյանը, Լիաննա Վանոյանը ինձ թվում է շատ։ Ես Լիաննայի մասին լեգենդներ եմ լսել, բայց չգիտեմ։ Այս վերջերս չնած մեկի մասին եմ լսել։ Ինչքան է։ Հայկ Տաթևին։ Հա, ինչքան։ Շոտ։ Ինչքան։ Ամենաընկերասերը։ Ես կասեի Եվան Ղարիբյան, չեմ կարող ասել դա անկեղծ է թե չէ, բայց ինքը ընկերասեր է, բոլորի հետ շփվում է։ Իր ծնունդին 300 պլյուս մարդ է գնում միշտ։ Ես Ռուբոյին կասեի, որտեղ սիրում է։ Ռուբոն, շատերի հետ շփվի, ընկերասեր է։ Ամենաառատաձեռն է Ջո Մարթը, հա, որ ասում է։ Էդ էլ չկա, ագա գեշակնվող բլոգեր։ Ասում որ իր այդ հավաքվում եք ինչ որ տեղ նստում եք։ Պոդքասթը ինչ տիպիկ բոմբոս են, եթե ոչ մեկի մաս լավ կարծիք։ Ինչ որ սուրճ խմելու, ով է հաշիվը փակում։ Դե նախ մենք իրար հետ ենք մենակ լինում, մենք ուրիշ բլոգերների ասոբը չենք տենում սրճարանում։ Հա, չենք շփում այդ։ Իրար հետ էլ կարամ ես փակեմ, կարա ինքը փակի, տարբերություն չկա ընկերականի մեջ։ Իսկ կիսում եք։ Հաշիվը։ Լինում է։ Լինում է, բայց հիմնականում չէ։ Եթե շատ է։ Օրինակ, եթե շատ է տարբերությունը, ես շատ եմ կերել ինքը միած սալատ, այդ դեպքում հա, բայց եթե ինչ որ հավասար ուտելիքներ են կերել, մեկս փակում ազուտ։ Ամենամրցակցայինը, որ sense մրցակցություն է շատ սիրում։ Ես մրցակցային եմ, բայց ինքս ինձ հետ, ես իմ համար չելենջը ամեն օր հետևորդ ավելանա, բայց որ Ռուբոն է մրցակցային։ Ռուբոն մեր ընկերներից Ռուբոն մրցակցային է։ Ինքը նայում է, համեմատում է, ուզում է ավելին, Աշոտին էինք մոռացի, Աշոտն էլ էր բարի։ Վայ, Աշոտ Հովհաննիսյանը ամենաբարին է։ Շատ լավ, մենք նկարը կավելացնենք Ամենաքթիմազը։ Ամենաքթիմազը Պեդանտիչն է, էլի տենց։ Օվսիկը։ Հա, ուզում էի ասել, Օվսիկը կարա։ Ազդում է прям, այդքան քթիմազը։ Ամենանեղած կոտը։ Օվսիկը։ Բայց նեղած կոտ է։ Հա, ասենց այդ ձենը ունի ամենայն դեպս ընդունում է։ Ախի տենց օսի։ Ես աշկից բարձ եմ ճանաչում։ Նեղա։ Օվսիկն է։ Ուշադրություն, ամենահումորովը։ Ես ինձ եմ համարելու, կներեք։ Ինձ համար, մեկի Աշոտն է Հովհաննիսյան իմ համար Ես հումորով։ ուզում էի ասել Աշոտը։ Ինձ դուրա գալի Աշոտի հումորը խնդա։ Գոշ Ենոքյանն էլ է ծիծաղելու։ Հա, в принципе։ Ամենագոռոզը։ Չգիտեմ։
Չշփվողը, Կուզեի ամենը ասել, ես բայց ես չշփվողը։ մենակ մարքետոլոգների հետ եմ մի քիչ գոռոզին սպանում, թե չէ, ընդհանրապես գոռոզ չեմ։ Ամենաշատ խմողը։ Արուս Տիգրանյանն է ամենագոռոզը։ Թող գնա։ Հա որ։ Այն օրը տեսեք նա ինձ բարև է, չգիտեմ։ Դες հիմա նվիրելու ենք զանգուն, որ ներկայացնում ենք ալկոհոլ, որովհետև սա լավ պահերի համար է։ Կարմիր եւ սպիտակ գինիները։ Եվ ընկերների հետ խմելու համար։ Այո, սա ձեզ եւ կարծում եմ, որ լավ տրամադրությունը միշտ կարևոր է, որովհետև կապ չունի ով է ամենան կարևորը, որ բոլորդ միասին եք։ Այո։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ Ձեզ եմ միասին։ շնորհակալ Ձեզ եմ հրավիրելու համար։ շնորհակալ։ Կոֆե կարեք տեք, բայց դե լավ է։ Չէ։ Ուշացել է։ Ասма կոֆե կարեք տեք։ Ես եմ ուշ։ Հիմա կլինի կարճատև դադար, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Հուսանք, որ հանգստյան տրամադրություն կարողացանք այս առավոտ ձեզ հաղորդել։ Այո, եւ շատ հուսով ենք նաեւ, որ օգտակար են նաեւ մեր բոլոր էջերը, որոնք շատ խնամքով առանձնացնում ենք ձեզ համար եւ յուրաքանչյուր շաբաթ կիրակի ներկայացնում։ Եվ իհարկե փոխանցում ենք մեր սերը, ջերմությունը եւ լավ տրամադրությունը եւ մաղթում ենք, որպեսզի ունենաք հրաշալի հանգստյան օրեր։ Չմոռանանք, որ անկախ ամեն ինչից աշխատանքային է օրը թե հանգստյան, միևնույն է պետք է երեկոներն ավարտել բավականին հետաքրքիր։ Այս հարցում ձեզ օգնելու է Զանգուն, որը իհարկե ներկայացնում է Վեդի ալկո ընկերությունը։ Զանգու գինին առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգու ռեզերվ անապագինի յուրահատուկ պահերի համար։ Զանգու գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Նշենք պարտադիր, որ 1956 թվականին հիմնադրված Վեդի ալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Զանգույով սկսեք ձեր առավոտը եւ եթե ունեք հատուկ առիթ, ապա ձեր արտաքին տեսքը վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Չմոռանանք, որ գեղեցիկ սերը սիրում է գեղեցիկ տղամարդկանց, իսկ գեղեցիկ լինելու համար պետք է այցելել Master Right Barber Shop, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այնտեղ բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ բարբերների թիմը միանգամից ձեզ կդարձնի արագեղեցիկը։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, ծանոթացեք ամբողջ նոր տեսականուն եւ գտեք ձեր գեղեցիկ թիթիզ լուքերը հենց Դաֆնիում։ Մեր հասցեն անփոփոխ է, իհարկե, TV հեռուստաընկերություն, առաջին ծրագիր եւ weekend։ Այս ամենը շաբաթ ու կիրակի օրերին։ Դե չմոռանանք, որ նույնիսկ շաբաթ ու կիրակի օրերին այս ամենը պատրաստված էր սիրով։